Կուզում քննարկենք բարև ձեզ լավ կգինավորես բարև ում չբարևեցի Մեր հարցը մի խնդրակներ եկել է որ դեսաբես կայքարում ներկայացնեք տների հարցը ոչ սեփականն է ոչ կաշկաշկասել ոնց որ սեփականա ոչ Սոնի իր կարիա ինչ նախնդիրը 2000 թվականին կառուցվել է նորվեգական հիմնադրամով, հետո պետական գրանցման ժամանակ քարտեզագրություն չի կատարվել, քանի որ վարելահողի վրա տները կառուցվել, հետո 17 թվականին գեմպլանի փոփոխություն է կատարվել, վարելահողից դարձվել է բան, տնամեր։ Խուդացյանն ուր է։ Հետո մեր պարոն մարզպետի հանձնարարականով, պարոն Խուդացյան։ Մեր պարոն մարզպետի հանձնարարականով մի քանի ամիս առաջ համայնքապետարանին հանձնարարվել է, որ չափագրումներ կատարվի, չափագրումները կատարվել է, հիմա համայնքապետարանի ճշտում ենք, ասում են կադաստրի այդ կայքը ինչ որ բաց չի, չեն կարող մուտք անել, որ կարենան ընթացք տան այդ գործը։ Հաստատության ժամանակ կառուցվել է ոչ մի հաստատություն։ Սպոնսորը ասել, որ իրականում դա օրենսդրական խնդիր է։ Ես խնդրել եմ, որ հասկանանք ոնց կարանք լուծենք այդ հարցը։ Ես զբաղվել եմ սենց մի 3-4 ամիս առաջ այդ հարցով։ Ես էլ նախկինում չեմ լսել, այսքան գնացել եկել եմ։ Քանի տարի է դիմում եք, հետո մի բան էլ էլի մենք ասացի, լույսը կա, ջուրը կա, բայց գազը ասում եմ մինչև սեփական չլի չենք քաշի, բայց պատճառը Բայց բաժանորդեք։ Լույսը ինտերնետը դրուբել կա քաշելու, լրիվ կա։ Դե անկեղծ եմ ասում, այսքան գնացել եկել եմ, չեմ լսել այս հարցի մասին։ Մարզվեք թեմով աշխատում ենք, բան վարչապետ, որ բանը Ուղղակի խնդրում ենք Չէ, բայց ֆունդամենտալը փաստաթղթային հարցը լուծելն է, որ փաստաթղթային հարցը ավտոմատ կլուծի։ Այսինքն կադաստրի դաշտում է հիմա։ չեն կարա գրանցեն, Շատ շնորհակալ։ Կհիշենք, չէ, չենք մոռանա։ ուղղակի խնդրում ենք։ Պարոն մարզպետը զբաղվում է այդ հարցով ու շատ շնորհակալ ենք պարոն մարզպետին։ Շատ լավ։ Բոլոր աշխատանքների համար։ Քանի որ առաջի անգամ եմ լսում, ռեակցիա չեմ տալիս, կադաստրի կոմիտեի հետ կնայինք։ Այն այն կաբահով է, չէ՞ սա Այս տների մասին, հա խոսքը։ Լավ էլ սիրուն տները։ Գնացինք, լավ է։ խնդրանքեր ես ասեմ էլի։ Ասա եղբայր։ Համայնքում գյուղում կա խնդիր հողերի սխալ գծման հետ կապված։ Գիտավորությունը, ապահովականությունը ինչ է։ Հանրապետությունում լիքը տենց խնդիր կա, հիմա կադաստրի կոմիտեն տենց ծրագիր ենք մենք անում հանրապետության ամբողջ հողատեսքերի սահմանները ճշգրտում են, որպեսզի նկատի ունեմ մենակ ձեր մոտ չի ամբողջ հանրապետությունում տենց խնդիրներ կա։ Կարգավորվի։ Այո, զբաղվում հիմա կոմիտեն ծրագիր է անում, ահագին Խայտարակ ձևով են ոչ եմ հիշում որ մարզում ոնց որ սկսել էին անել։ Գիտենք թե հայքենք կլուծվի։ Բայց դա տևելու է, ժամանակ է տևել, որովհետև դե խնդիրներ կա։ Ներողություն։ Չէ, բայց այդտեղ գիտեք ինչ խնդիր կա։ Ասենք ենթադրենք 1000 քառակուսի մետր հող է, որպեսզի ճիշտ պատկերացնենք։ 3 հոգի, 3 հոգի, հա? 700-ի տեր են։ Չէ, 3 հոգի ասենք ունի 350 քառակուսի մետր հող, պայմանական եմ ասում։ Այսինքն ընդհանուր տարածքի մեջ 1000 քառակուսի մետր հող է, բայց սեփականության վկայականն են 1050 մետրի հող։ Հիմի այդտեղ պետք է նաև բնակիչները մի քիչ կարողանան կոմպրոմիսի գան, որովհետև չեն կարա մենք մեկին ասենք քեզնից շատ ենք վերցնում մյուսից քիչ, այսինքն դուք էլ պետք է իրար հետ հարևաններով աշխատեք։ Հեկտարը ստեղն են պահել, ինչքան որ հողի քանակ ունեն։ 300 մետր երկարությունը սարքել են 400 մետր երկարություն։ Ես երկու թոշակառուի հետ այդ հողամասը արդեն ես ծառ եմ։ Եղբայր, բան չունեմ ասում։ Տեսեք, մենք խնդիր չունենք, բայց եթե ենթադրենք էլի քառակուսի մետրով ասի, մի հեկտարով ասեմ, հա?
Բայց պատճառն է մոտա որ գիտեմ ինչից է այդպես առաջացել։ Չէ, ես նկատի ունեմ հիմա պետության դիրքորոշումից եկեք նայենք։ Այդ ասում եմ ֆիզիկապես հողը 1000 մետր է կամ 900 մետր է, 1000 մետր է, 3 հոգի ունի 350 քառակուսի մետրի սեփականության վկայական։ Դե 3-ն էլ ունեն, բայց հողը ֆիզիկապես այդքան չկա։ Հիմի 90-ականներին երբ է տենց գրտրվել է, մենք ինչ անենք, այսինքն պետությունը ֆիքսում է որ սխալ է դա, բայց այդ տարածքի հարևաններով էլ պետք է կարենան իրար հետ բան պայմանավորվեն, ամեն մեկը մի քիչ զիջեն, որ բերենք բոլորին ճշգրիտ տանք, որովհետև այդտեղ ֆիզիկապես 1050 մետր հող չկա, որ մենք ասենք դե բոլորիդ ոչինչ, մի քիչ են կոմ, որովհետև մի քիչ են կոմ էլ ուրիշ սեփականատերը։ Չենք կարա մտնենք այդ տարած, հասկանում եք։ Այսինքն մենք կադաստրի կոմիտեն իր աշխատանքը կանի, բայց ասենք որտեղ տենց խնդիր կա, մի հատ էլ համայնքը հարևաններով պետք է հավաքվեն, իրար հետ որոշեն, որովհետև որ պահին հարևաններով թուղթ ստորագրեցին, որ մենք համաձայն ենք լուծումը տվեք, դա բանի օրերի հարց է ընդամենը։ Մենք շատ տեղեր կա, որ այդ տենց վիճակներ կա, մենք ֆիքսել ենք, որ վկայականներն ավելի շատ են, քան հողերը։ Գնում ենք ժողովրդին ասում, ժողովուրդ ջան, դե մի բան պետքա պայմանավորվենք, մենք մեղավոր չենք, հիմա 20 տարի առաջ տվել են, դուք էլ մեղավոր չեք, բայց հիմա պետքա դուրս գանք։ Հարևան ունենք, չունեինք այդ հարևանը, բայց հիմա փաստացի այդ հարևանը ունենք։ Դե հիմա հասկանում եմ, եղբայր, բայց արիլը մի հատ տեղ մարդ ոնց, չգիտեմ, ոնց է, ձեռք բերել է հողակտոր, դրա համար այդ պատճառով մեր հողերը նեղա գծվեն։ Եկեք տեղերով փոխվենք, ինչ անենք։ Ինքն էլ ունի սեփականության վկայական, ինքն էլ։ Գնում ենք, եթե սեփականության այդ բաները, հիմքերը օրինական են։ Ապօրինի բան չկա։ Մենք ում ծերից իր հողը վերցնենք տանք ուրիշին։ Կարանք մենք տենց բան անենք։ Դե ես հիմա իմ հիմքերով գցել եմ իմ հողը։ Եղբայր, իմ ասածն է նա, որ պետքա իրար հետ համագործակցենք։ Ու կարգի բերելա պետք է դե։ Հիմի կարանք մենք ես բան չունեմ ասելու, բայց պետք է իրար հետ համագործակցենք առաջ ծորակային բան անեմ, ջուր սպասարկեմ, այս էս անորոշ վիճակում ենք, չգիտեմ ոնց անեմ։ Հիմա 1000 ներողություն։ Լրիվ գրպանից եմ ներդրում։ 1000 ներողություն։ Ոչ մեկին օգնություն չեմ։ Դեր ազգանունը ի՞նչ է։ Մանուկյան Սևակ։ Պարոն Մանուկյան, տեսեք, դուք քաղաքացի եք, սեպամետրը վերցնեմ տամ ուրիշի։ Ոչ մեկից։ Բայց այն մարդուց, ով որ մի քիչ կասկածելի է, որ ոնց է ձեռք բերե իմ հարևանությամբ հողամաս։ Դե տենց գիտեք իմի ինքը դուք ասում եք ինքն է կասկածելի, ինքն էլ ասում է դուք եք կասկածելի։ Դրա համար գյուղով ապացուցենք։ Դե դրա համար ասում եմ համայնքը թող գրի հավաքվեն, ասեն, էսա ճիշտը, մենք ընդառաջենք, առաջնորդվենք դրանով։ Չէ, խնդիրը, բայց մարզպետը ես որ չեմ նեղվում, որ մարդը հարցը բարձրացնում է, ես ուղղակի անկեղծ ասում եմ, որ խնդրեմ մենք ճիշտ պատկերացնենք։ Դրա համար ավելի լավ է այդ մեր մոտ կա այդ հակասության կուլտուրան մի քիչ փոխարինենք բանով, որովհետև եթե մտանք ինքը ապացուցել է, որ դու ես սխալ, դու ապացուցել ես, որ ինքն է սխալ, երրորդը ապացուցել է, դառնալու է մի հատ մեծ 20 տարվա խնդրեմ։ Դրա համար ավելի լավ է ամեն մեկս գանք, նստենք սեղանի շուրջ, հասկանանք, ամեն մեկս մի քիչ ճկունություն ցուցաբերենք, հաջորդ ամիս այդ հարցը լուծենք, ոչինչ, ամեն մեկս մի հատ ծառ զիջենք, ասենք լավ, օքեյ, ես մի ծառն էլ հարևանից թող լինի, ու դրանով տասնամյակներով, սերունդներով այդ սեփականության հարցը լուծվի։ Թե չէ մենք գյուղերում տասնյակ տենց խնդիրներ ունենք, տասնյակ, որ 5 մետր հողի վրա հարևաններով իր այդ թշնամացած ապուպապով թշնամացած։ Հիմա իմ պարագայում էլ նույն բանն է դառնում։ Դե Հարևանից հետ զորով, կռվով, մռվով։ Բա այդ եմ ասում, եղբայր։ Մի քիչ լայնությունս պաշտպանել, մի քիչ։ Մենք պետք է 400 մետր ես 7 2 հատ թոշակառուի հետ ոնց 400 մետր Դե հող ջուր եմ անում, ասենք ձեռքով ոնց 400 եթե ինքնես եղբայր, բայց եթե ինքնես սեփականության վկայական ունի պետության տեսակետից իրան էլ 280 քանի մետր երկարություն։ Դե այդ եմ ասում, որ մտանք այդ դաշտ Չեն գողացել, հեկտարը սերն են πάρել։ Եղբայր, բայց նեղ ու երկար են գծել։ որ մտանք այդ դաշտ, դուք եք այդ խնդրի մեջ լինելու ձեր որ զավակներն են այդ խնդրի մեջ լինել, ձեր թորներն են այդ խնդրի այդ պատմությունն ուրիշ է, ասում հեկտար սպահել է։ Նեղու երկարադար։ Նույն հեկտարն է այս մարդու։ Դե հանի ամեն մեկ մի խնդիր կա։ Ես Եթե ես հիմա ես հարգելներ ես ուրիշ բան եմ ասում։ Ասում եմ ավելի լավ այդ խնդիրը լուծեք, որ վաղը մյուս օրը երեխեքի վրա չմնա, Աստված չանի դառնա կռիվ, պատերազմ, մարդասպանություն, դատաստան, որից ոչ մեկ չի օգտվելու։
Դե հողի պայքարը հենց այդպես է գնում, ճիշտ է, եթե ուզում եք իմանալ։ Դե բա Կռվում է։ դե բա ասում եմ Դե քանի չենք կռվել, բերեք դուք լուծեք ինձ այդ ասում խնդիրը։ բա ես էլ ասում եմ բերեք լուծենք, բա այդ եմ ասում։ Որովհետև դուք մենակ Ազատումով է, ոչ թե կռվով է։ Դի համանազատ ենք բրցնել։ գնաց։ Լավ եղեք տեսեք։ Մենք ենք շնորհակալ։ Շատ լավ է, այս հարցը կադաստրի կոմիտեի հետ կքննարկենք։ Գնացինք։